մեր ուժը հայտարարություն է տարածել, որ վերցնելու է մանդատները, իմ հարցով դեռ ժամանակ կա, ասել եմ, որ անպայման այդ մասին բոլորի, այսպես ծածուկ չէ, բարձրաձայն, նաև հայտարարությամբ ելույթ կգամ, մինչև ինձ հայտարարությամբ նաև ելույթ կգա Գյումրու քաղաքապետը այնտեղից եւ անպայման կիմանաք։ Իմ ցանկությունը միակն է, որ Հայաստանի Հանրապետությունը րոպե առաջ, օր առաջ միասնական դառնա, ուժեղ դառնա եւ հզոր դառնա։ Դա է այդ ցանկությունները, ասեմ, քաղաքական դաշտի ցանկությունները պետք է ուղված, միտված պետք է լինեն միայն ի բարօրություն Հայաստանի Հանրապետությանը։ Չպետք է անձի բարեկեցության կամ չգիտեմ կոմֆորտին ուղված լինեն։ Դրա համար ես ժամանակ ունեմ կպատասխանամ անպայման ասելու եմ, ասեմ ձեզ։ Ուրեմն գաղտակողի ոչինչ չենք արել, չենք անելու, ինչ որ անելու ենք, ի ցույց Հայաստանի Հանրապետության առաջնահերթ Գյումրու քաղաքի շահերից բխելով ելնելով ենք անելու ամեն ինչ եւ կհայտարարեմ։ Ժամանակ դեռ կա։ Հիմա այդ միասնականությունը իրենից ինչ է ընդհանրում, որ դուք հիմա որոշեք գնաք։ Այսինքն այստեղ այլ հարցերով էլ է պայմանավորված, ինչ հարցեր կան, որոնց սպասում եք Չէ, ուրիշ հարցի պատասխանեցի։ Կոնկրետ ասեցի կոմֆորտից ելնելով չէ, մանդատի վերցնելը, ասեցի կոմֆորտից ելնելով չէ, մեր նպատակն է միակն է, ոչ թե մանդատը կամ քաղաքապետի պաշտոնը կամ այլ նախարարի պաշտոնը, այլ ասեմ Հայաստանի Հանրապետության հզորացմանը ուժեղ Հայաստանի Հանրապետություն ունենալն է։ Ուզում հասկանալ քաղաքական Դե ես ասեցի պատասխանը։ Հրապարակում եղավ, որ կոալիցիոն իշխանությունը ձեր, այսպես ասած, որոշելու է Լիզա Գասպարյանի թեկնածությունը առաջադրել։ Նման քննարկում ունեցել եք, Ոչ, չի եղել այդպիսի բաներ, իսկ մնացածը կարող եք ուղղել համապատասխան խմբակցությանը հարցեր։ Կամ ձեր մանդատ վերցնել չվերցնելու հետ կապված Պատասխանել եմ արդեն հարցը։ ունեցել եք։ Այդ հարց ոչ դա էլ չի եղել։ Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ ընտրություններ պետք է անցկացվեն Գյումրիում։ Այս առումով ինչ տեսակետ ունեք եւ արդյոք մտահոգություն չունեք, որ հենց այդ արտահերթ ընտրությունները լինելու պարագայում դուք ոչ քաղաքապետարանում կկարողանաք պահպանել ձեր մանդատները եւ ոչ էլ կկարողանաք օրինակ ազգային ժողովում այդ մանդատ ունենալ, եթե օրինակ հրաժարվեք։ Ճիշտն ասած մեխանիզմները մինչև հիմա մենք չենք պատկերացնում, թե ոնց կարող են 30,000 եւ ավելի քվե ստացած քաղաքական ուժերին եւ քաղաքացիների քվեները հաշվի չառնեն եւ ինչ որ փոփոխություններ կատարեն Գյումրու քաղաքում, որոշակի ինչ որ տեղեկություններով այդ հայտարարեցի ավականուն նիստին էլ, որ ուզում են ինչ որ վարչական համայնք միացնեն եւ այլն եւ հայտարարել եմ, որ դա անընդունելի կլինի քաղաքի համար, հետո էլ այսպես ասեմ, եթե ավելի խորը գնան ընտրությունների տանեն, կարծում եմ, որ համապետական եւ քաղաքային ընտրությունները երբեք ու երբեք չպետք է շփոթել իրար հետ, որովհետեւ միշտ էլ քաղաքի ընտրությունները ավելի ուրիշ արդյունքներ ցույց տալիս, քան համապետական ընտրությունները։ Օրինակ ԿՊ-ի տապալումը արդեն երկրորդ անգամ չեմ սխալվում, դա չի հուշում, որ իրենց համար կարող է խնդիր չլինել, օրինակ մի ընդդիմադրի հետ կապված ինչ-որ խնդիրներ ստեղծել ու մշտապես տապալել ընտրությունը, քվորումը։ Հնարավոր կարող են անել այդպիսի բաներ։ Դա չի հանգեցնելու հենց արտահերթի։ Դե ըստ երևույթին, եթե այդ ուղղությամբ գնացին, այդ մեթոդներին դիմեցին, ինձ թվում է նորից արդեն Գյումրու քաղաքի քաղաքացիները դրա պատասխանը պետք է տան քվեով։ Ինչ ասեմ, պետական ռեժիմ նոր աշխատավ, ես դրա դեմն ինչ անեմ էլ։ Պարոն Արաքելյան, որոշումը մանդատի քննարկում եք մանդատի հարցը, ինքը որ մանդատին ավելի հակված ավագանում թե ազգային ժողովի։ Դեռ այդպիսի քննարկումներ չեմ ունեցել պարոն Ուգրասյանի հետ։ Սպասում ենք, տեսնենք Ինչին եք սպասում։ ամսու 17-ին, որ կարողանանք արտար վճիռ կայանա եւ պարոն Ուգասյանը գա եւ մասնակցի իր աշխատանքներին։ Պարոն Արաքելյան, որոշումը մանդատ վերցնել չվերցնելու մասին է, միայն թե օրինակ հնարավոր է որոշում լինի, որ հրաժարվեք եւ ավականու մանդատից եւ նաեւ խորհրդարան չգործվեք, որովհետեւ դուք ամեն դեպքում փոխելի տեխնացու եք քրեական գործերով անցնող։ Եթե հիմա այստեղ Այս երկրում ման խոցելի մարդ չկա, այրուզներից հետ խոցելի են։
այդ որոշումը քննարկվում է։ Ինձ թվում է ձեզ էլ էին ասել, որ ես լինեմ վարչապետ, դուք էլ կխոցվեք ձեր հանդեպ հետապնդումներ։ Այս երկրում անխոցելի մարդ չկա, չեմ կարծում դա ինչ որ խոցելություն եւ այլն, դրան ոչ էլ այսպես ասեմ, մեր ուժի մեջը քննարկումների են անդրադարձել, որովհետեւ մեր ուժի ղեկավարից հետ սկսված, պարոն Սամվել Կարապետյանից հետ այսօր հետապնդման մեջ է գտնվում, անհարգի տնային կալանքի տակ է գտնվում։ Բոլոր ընդդիմադիր ուժերն էլ խոցելի դաշտում են գտնվում։ Այդպես որ այնք ուրեմն ազգային ժողովը մարդ չկնա падգամավորություն եւ այսպես կներեք Արտահայտությանս վեշավտալի վարշավտալի եղնի իրենց համար, չէ, չի լինելու այդպես։ Պարագայում իրենք շատ ավելի, այսպես ասած, կարող են միանգամից խափանման միջոցներ նկատմամբ փոխել եւ տանել կալանքի։ Ազգային ժողովի падգամավորի պարագայում պիտի հատահաս մտնի ազգային ժողով, պիտի քրյարկի անձեռում։ Այսինքն, եթե նժային թվում ես, падգամավորի այսպես ստատուսը ավելի այսպես Սատենիկ ջան, ներողություն եմ խնդրում ընդդադելու համար, մի տարուց ավել է տեսել եք, արդեն 9 ամիս է ես կառավարում եմ, այդ քրեական գործերը նոր չէ, որ հարուցված են, դատական պրոցեսներում գնում ենք, ոչ մի տեղ, ոչ մի րոպե վախի այդ արտահայտությունը իմ կողմից չի եղել, հիմա պայքարը հանուն հայրենիքի էր եւ դրանն էլ ամեն խոչընդոտներ պետք է լինի։ Եթե մարդ մտնում է այս պայքարի մեջ, պետք է գիտենա, որ եւ վերեկներ կան, եւ վայրեջներ կան, եւ հետապնդումներ կլինեն, եւ հարվածներ կլինեն։ Եթե այդ ամեն ինչը ես էլ ձեզ ասեմ, հասում մարդ եմ, գիտակցում եմ, ի սկզբանե եմ գիտակցում, այն որ Գյումրու քաղաքապետը 25 թվականին հայտարարություն արեց, ելույթ ունեցավ, որ ինձ կալանավորեն, ինձ փոխարինե Ավետիս Առաքելյանը, այդ ամբողջը մենք խոսել էինք, զրուցել էինք, այսպես ասած, ինչ որ վայ հավականի եկան, վայ падգամավորության բան է, վերջտանք ուտպես անուններս գրելով չէ, մենք պատկերացումով ենք գնում, դատողությունով, ամեն ինչով առաջ ենք գնում եւ առաջն ասված կարծում եմ որ մի օր անպայման հայ ժողովուրդը կգա այն մտքին, որ միակ ու միակ փրկությունը իր միասնության մեջ է։ Ստուգումներ էին իրականացել քաղաքապետարանում, ինչ ընթացք ունեցավ, որքան դեռ հրաժարական չեմ հետևել, մի ֆրազի։ որքան տեղյակ եմ, հիմա էլ են այդ ստուգումները ընթանում, ինչ մի հատ էլ հասցե։ ստուգումներ էին, չէ՞, քաղաքապետարանում Հա, եկել են տարածքային կառավարման նախարարությունից, կադրային ստուգումներ եք անցկացվել, Եզրակացությունը ուղղել է մեզ, մենք այդ եզրակացությունը անպայման ուղարկել ենք, թե դեռ չենք ուղարկել խմբակցություններին, կուղարկենք խմբակցություններին, որ խմբակցություններն էլ ծանոթանան, համապատասխան աշխատակազմի բաժնի ղեկավարի հետ քննարկումները կատարենք, հիմնականում, եթե չեմ սխալվում, շեշտը ուղղված էր գործակալներին եւ փորձագետներին, ասեմ ձեզ, որ այդ նախկիններից էինք մենք ժառանգել, դեռևս դեկտեմբեր ամսվան 25 թվականի դեկտեմբեր ամսվանից ավականին որոշում կայացրեց, որ հաստիգացուցակները պետք է ավելացվի տարբեր բաժիններում եւ ունենք այդ խնդիրները, մենք աշխատողների խնդիրներ ունենք, մինչեւ այսօր 7-րդ ամիսն է արդեն լրանում է, մեզ դեռ չեն տվել այդ հաստիգները։ Այ շատ շնորհակալ եմ հարցի համար, հիմա կբարձրացնեմ, թող պարոն նախարարն էլ իմանա տեղյակ լինի, որ տվեք մեր հաստիգները, որ մենք էլ կարողանանք այդ կրճատումները անենք, լրացնենք։ Կոնկրետ մենք 25 թվականից գործել ենք քաղաքի աշխատանքը չպարալիզացնելու համար, դրա համար է գործակալներն ու փորձագետները, ուրիշ ոչ մի բան չկա, այդտեղ չեմ տեսնում։ Հիմնական շեշտադրումը դրա մեջ է, մենք էլ դա կուղենք։ Որ օրը տվեցին մեզ հաստիգները, այդ հաստիգների կարգավորենք ու մնացած դեպետ ասեմ ձեզ փորձագետներ կան, որոնք իրոքից պետք է մնան, որովհետև անհրաժեշտ են այդ մարդկանց գործառույթը հենց բուն փորձագիտական ծառայություն մատուցելն է մեր քաղաքի։ Պարոն Առաքելյան, մի հարց էլ ներկայացնում եք կոմունիստական կուսակցությունը, բայց այս բանին ձեր կրծքին ուժեղ Հայաստանի կրծքանշանը։ Ինչպես հասկանանք, որ կուսակցություն եք ներկայացնում։ Ես անկուսակցական եմ, ուժեղ Հայաստանի մեջ էլ ես անկուսակցական եմ, բայց միանշանակ ուժեղ Հայաստան դաշինքի անդամ եմ եւ падգամավորության տեխնացություն եմ առաջադրել։ Ինչպես Ձեր խմբակցությունից մանդատից հրաժարվելու մասին խոսակցություններ գնաց Արտակ Օվանեսյանը, կարծեմ
Որտեղ է գնացել։ Իմ մոտ որ չի եղել։ Մամուլում ամեն իմ մոտ որ չի եղել հավաքագրությունը։ Եթե լինի, ապա անպայման մեր մամուլն է կտեղի։ Հավականիներից ստացել եք ինքնաբացարձակ։ Ինչպես ասում են, հետևեք բանին, լրահոսին, պաշտոնական լրահոսին։ Դիտարկում եք, ով կարող է ձեզ փոխարինել։ Ոչ, այդպիսի քննարկումներ չեղան։ Դուք գաք Ինքնաբացարձակներ մյուս խմբակցություններից ստացել եք, որովհետև արդեն ժամանակն է եւ տեղեկություններ կա, որ օրինակ քաղաքացիական պայմանագրից այս կամ այն տեխնացուները վերցնելու են չենք, պարոն Մալխասյան, չենք ստացել, չէ, դեռ չի եղել։ Ժամկետները չի լրանում արդեն ստանալու հետ կապված ինքնաբացարկների։ Մինչև օգոստոսի 2-ն է երևի, եթե չէ։ 21-ին։ Հա։ Մինչև ամսու 21-ը կամ պիտի մի մանդատից հրաժարվի։ Չէ, ամսու 21-ին, եթե չեմ սխալվում, ասեք թե էլ այդ բանը չես կարող ներկայացնել, բայց ամսու 2-ին նոր հրաժարականը կարող է ստաց, մինչև ամսու 2-ը։ Մեկին կարող է հրաժարական տաց, գնաց արդեն վերջնական վերցնես մանդատը։ 20-ին այդ բանի դիմումը ներկայացնելն է, էլի, որ հրաժարվում ես մանդատին։ Քաղաքացիական պայմանագրից, օրինակ 3 խմբակցության քարտուղարը ստատուս էր գրել, որ ինչ եղավ շների ապաստարանը, մի ապաստարանի չէ, որ չկարողացավ կառուցել։ Հա ստատուս գրելով խելերցերին թող կան նստեն լսեն ինչ է բարձրացնում էին հարցերը։ Երկու նիստե չեն գալիս չեն ներկայանում։ Ինչ ես արձակարգեմ, ասել եմ բազմիցս անցած տարվանից այնպես եղավ, որ միդումնավոր, հենց միդումնավոր արդեն կարող եմ բարձրաձայնել, որ միդումնավոր տաբալվեց 128 միլիոն դրամանոց, եթե չեմ շփոթվում, վերջում էլ 4 միլիոն ավելացրեցինք 132 միլիոն դրամանոց շների կացարանի ծրագիրը 5 անգամ մրցույթ ենք ներկայացրել, չի եղել։ Մեր մոտ աշխատանքները գնում են, ասել եմ, որ մեր բյուջեով էսկիզային տարբերակը ներկայացրել եմ, զուտ մի խնդիր կար, եթե չեմ սխալվում, նոտարի հետ որ վերջնական այդ շենքը մեր բալանսի վրա լինի, եւ մենք կհայտարարենք մրցույթ։ Կհայտարարենք շների կացարանին մրցույթ։ Պարոն Առաքելյան, ասեցիք 9 ամիս արդեն դուք եք ղեկավարում Գյումրին, այս ընթացքում ակնհայտ է ձեր եւ իշխանության հակասությունները։ Դուք բյուջեի պետբյուջեի ստացող գումարներ խնդիր ունեցել եք, օրինակ Գյումրին ունեցել է երբևէ այս ամիսների ընթացքում խնդիրներ։ Դոտացիայի հետ կապված, չէ։ Որևէ ծրագրի հետաձգում։ Չէ, դոտացիայի հետ կապված խնդիրներ չենք ունեցել։ Խնդիրները կապված է որոշումների հետ, բազմիցս ասել եմ, սոցիալական այդ դրամական օգնությունները, հետո աջուշտային այս կարգի փոփոխությունը, որը մեզ շատ հետ գցեց, էլեկտրոնային տարավ, խոչընդոտ է նաև այդ գնահատումները, գույքի, հողի, որովհետև մրցույթներ ես հայտարարում, մասնակցում են չափագրությունների մրցույթները, տարբեր մարդիկ են մասնակցում, մարդ կա, որ Իջևանից մասնակցել է չափագրության մրցույթների, այսօր այդ մարդը գտնվում է տնային կառանքի տակ, հիմա փորձում ենք մենք հասկանանք ինչը պետք է ասեցին, հասկացեք ժամանակային հատվածներով այնպիսի ժամանակով, որ ինչ որ մրցույթ կասեցնում ես, հիմքը տնում ես, որ այդ մարդը չի կարող եւ այլն, ինչ որ հանգամանքներից ենելով Պրոցեսը սկսվում է 20 օրյա, եթե չեմ սխալվում, ժամկետ, դա ժամկետը պետք է անցնի, դրանից հետո մրցույթ պետք է հայտարարվի։ Մրցույթը հայտարարեցիր հրատապով, եթե հասցրիր, կետերը կան։ 7 օրվա լավ, չէ, ուրեմն էլի 10 օրվա պարաբուր, 20 օր եւ այլն, մեկ էլ տեսնում ես, որ տարին կես է գնում։ Այդպիսի մեխանիզմները պետք է ավելի հեշտացվի։ Հետո առաջներում, եթե չեմ սխալվում, տես այդ բանը համակարգը ավելի լավ է, որ 3 անգամ մրցույթ ես հայտարարում ու մրցույթը չի կայանում, կարող ես ուղիղ արդեն պայմանագիր կնքես շինարարի հետ։ Տես որ այդ շների կացարանը ցես բուն օրինակ, եթե մենք այդպիսի կարգը ունենայինք, այդպիսի կառավարության որոշումը ունենայինք, արդեն ինչ լինի, այսպես ասած, մի խելքի գլխին շինարար կգտնենք եւ իր այդ ուղիղ պայմանագիր կնքենք եւ սկսենք, որ եկեք կատարեք այդ աշխատանքը։ Այն բաներ կան, որ անում են իշխանությունները, չգիտեմ արդեն ով է ինչ ուղղություն ցույց տալիս։ Այդպիսի բաները պետք է քննարկվի համ մարզպետարանների հետ, համ առաջնակարգ համայնքների եւ քաղաքապետարանների հետ։ Պարզ օրինակ բերեմ, առաջնացված տեսնենք, թե ես էլ չլինեմ, մեր ուժն էլ որ ներկայացավ, այստեղից շատ բաներ կան, օրենսդրական փոփոխություններ։ Սեփական հողի վրա աբորինի շինարարություն կատարելը կտուգանվի 700,000-ից սկսած մինչև միլիոններ, քաղաքային, համայնքային
հողի վրա ապօրինի շինարարությունը 200,000 դրամ, որը աբսուրդ է, սխալ է, պետք է փոփոխությունները այդպես լինեն, որ քաղաքացին հասկանա, որ չի կարելի քաղաքային հողի վրա ապօրինի շինարարություն կատարել, դա ավելի աստաբաշխական գումարների Պարոն Առաքելյան, դուք ձեր նշանակման վերաբերյալ ասացիք, որ դա երկար քննարկումների արդյունք է եղել, տրամաբանական է եղել այդ քայլերը։ Ես հիշում եմ նաև պարոն Ղուկասյանը մեծ այդ զրույցի ժամանակ նշեց, որ վստահելի մարդ պետք է նշանակվի առաջին քաղաքապետ եւ հենց այդ պաշտոնն է, որ չի զիջելու։ Հիմա դուք նշում եք, որ ամսի 17-ի որոշմանն եք սպասելու, դատարանի որոշմանը, այն դատարանի, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ չկա որևէ մի դատավոր, որ իր ասածը չանի, եւ մի դատարանի որոշմանն եք սպասում եւ վերջերս էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները տասնամյակներով ճաղերի ետևում են լինելու։ Դուք դատարանից ինչ ակնկալիքներ եւ սպասելիքներ ունեք Ճիշտ այս ասած չեմ պարագայում։ ուզում մեկնաբանել այդ, որովհետեւ չգիտեմ։ Չէ, Դա հանրությանն է ուղված։ Հավատացեք, այդ խոսքերը ուղված են հանրությունը հանրային կարծիք պետք է ձևավորվի դրա համար։ Իմ կարծիքով չէ, այսպես ասեմ, մյուսի կարծիքով չէ, մյուս քաղաքական գործիչի կարծիքով չէ։ Պետք է հանրությունը, հասարակությունը հասկանա, արդյոք ինքը ցանկություն ունի այդպիսի իրականության մեջ ապրի։ Դրա համար էլ չեմ ուզում մեկնաբանել։ Մտածում եք, որ Վարդան Ղուկասյանը այդուհանդերձ ազատ է արձակվելու, Նիկոլ Փաշինյանի խոսքերն էլ լոկ Ես խոսքեր այդպիսի էին։ բաներ չասեցի։ Չէ, այդ Ես ասեցի, չեմ մեկնաբանում այդ ակնկալիք ունեք դատարանից, որ Վարդան որպես Ղուկասյանին արդարացնելու է։ իրավաբանական կրթություն ստացած մարդ իմ վերլուծություններով եւ ամբողջ դատական process-ների մասնակից լինելով հանդերձ գտնում եմ, որ դատարանը այլևս հիմքեր չունի։ Մինչև էլ չուներ հիմքեր, հիմա առավել եւս չունի։ Սպառվել են այն ամեն ինչը, ինչ որ մեկնաբանել են։ Ես դա եմ, որպես իրավաբան եմ ես հիմա խոսում, այդ ամեն ինչի հետևելով, վերլուծելով։ Այսինքն քաղաքական որևէ պայմանավորվածություն չկա այդ ամեն ինչի հիմքում Վարդան Ղուկասյանի ենթադրյալ ազատ արձակում։ Ինչ կարող է լինի։ Քաղաքական պայմանավորվածություն ունենայինք 9 ամիս առաջ կենեինք, չի մի կեն։ Հիմա չի ստացվել հնարավոր։ Ով ասեց։ Դուք ինչ գիտեք, ինչ ես։ Մենք ուրեմն Գյումրու քաղաքապետին, չգիտեմ, դուք հաստատ ավելի լավ կճանաչեք, գիտեք թե ինչ բնավորության տեր մարդ է, ինչպիսի տեսակետներ ունի, ինչպիսի դիրքորոշումներ ունի, միանշանակ ձեզ ասում եմ, չկա այդպիսի բաներ։ Ես զուտ հիմնվում եմ իմ խոսքերը, նորից եմ կրկնվում իրավական գնահատականների վրա, իրավական վերլուծություններով են այդ իմ հայտարարությունները դրա հիման վրա է։ Եվ միանշանակ չի կարող ուրիշ բան լինել դրա տակ։ Ծրագիր հա ներկայացվեց Այո։ Եթե հիմի ասում եք բնակարանաշինության հետ կապված դեռ սուբվենցիոն ծրագիրը չի հաստատվել, ինչ ակնկալիք ունեք, որ այս ծրագիրը, որ ավելի խոշոր է, մասշտաբային է, այս պիտի հաստատվի։ Երաշխիք չգիտեմ ինչ։ Չէ, ուրեմն ասեմ ձեզ, մենք մեր աշխատանքներն ենք ցույց տալիս, որ անպայման միշտ ինչ եկել ենք 25 թվականից օգտվել ենք սուբվենցիան ծրագրերից եւ շարունակում ենք օգտվել։ Այսօրվա հավականու որոշումն էլ դա է հաստատում, որ ընդհակառակը մենք ծավալներն էլ ենք մեծացնում եւ պատրաստ ենք համագործակցել աշխատել։ Ոչ մի խնդիր չունենք սուբվենցիոն ծրագրերից չօգտվելու համար։